ու ես տեսել եմ նրան։ Ճիշտ ասում։ Պապայի ձայնը ահավոր էր։ Ոնց որ ինչ-որ բանից վախենար։ Տեսնում եմ քունդ տանում է, հա։ Հա, պապ, ոչինչ։ Նարեկ, ես երևի վաղուց պետք է խոսեի քեզ հետ այդ մասին, բայց… Ինչ ա եղել, պապ։ Լսիր տղաս, արդեն մեծ տղա ես։ Եվ հուսով եմ ինձ ճիշտ կհասկանաս։ Մայրդ քեզ հաճախ է պատմել մեր ամուսնության մասին, բայց մինչև մորդ հետ ամուսնանալը ես կին ունեի, ես ամուսնացած եմ եղել։ Պապ, ոնց։ Ես հասկանում ինչ եմ ասում։ Հասկանում եմ, պապ։ Ասում եմ ես ամուսնացած եմ եղել և կին ունեի։ Բա ուր այդ կինը։ Ես հետո մամայի հետ ամուսնացել։ Նարեկ ջան, դա երևի ամենաբարդ հարցն էր, որ դու հիմա տվեցիր։ Ես քո այդ հարցին հիմա չեմ կարող պատասխանել։ Նարեկ, ես գիտեմ, որ այս նկարածանոթը քեզ։ Հա, պապ։ Այս աղջիկը, որ իմ արդեն մեծ աղջիկ է, քո քույրն է։ Ոնց, պապ։ Նարեկ, նա իմ աղջիկն է ու քո քույրը։ Դու ինձ ոչինչ չունես ասել։ Անունը ինչ է։ Արևիկ։ Արևիկ։ Բայց ոչ մի անգամ չեմ լսել իր մասին։ Ինքը որտեղ ապրում հիմա։ Արևիկ ջան, մենք միշտ մտածել ենք, որ դու դեռ շատ փոքր ես, որ իմանաս այդ մասին։ Պապ, ինքը հիմա որտեղ է։ Հիմա նա Հայաստանում է, Նարեկ։ Պապա, ես ուզում եմ։ Իսկ ես իմ ամեն ինչ կբացատրեմ։
Ինչ ես նստած ես ժամին։ Հեսա կգնամ, մամա։ Քանի ժամա լույսը վառած է, Մարյաննա։ Քանի ժամա։ Այս հեռուստացույցի ձայնից եմ արթնացել, ինչ ես նստած, ինչ է եղել։ Մամ, ուզում եմ պապայի հետ խոսեմ։ Ինչի։ Այս ժամին։ Չեմ հասկանում, ինչի չի միանում։ Մամ, Իրիկոնի հետ խոսեցի, շատ անհանգիստ էր։ Տրամադրություն չուներ, տատին էլ զգաց։ Տատին ինչ կարաս գա այդ տարիքում։ Չափազանցնում է, ոչ մի բան էլ չկա վերկած բան։ Ժամին նայել ես։ Մամ, ես էլ եմ անհանգստանում։ Ինչի համար, Մարյաննա։ Ինքը հիմա իր անկերների հետ միտեղ նստած է երևի։ Վերկած։ Հետո զանգում էի, անընդհատ անջատած էր հեռախոսը։ Ուրեմն մի բան եղել է, չէ՞։ Մարիշ, ոչ մի բան էլ չի եղել, առավոտը կզանգես վերկած վարկի։ Այնպես լավ քնած էի։ Վերկած, Մարյաննա, մի րոպե։ Բայ։ Չի լինում, վաղ կզանգես։ Փոխանակ պարկի քնի, նստելա, գիշերվա 5-ին։ Տեսնես, որ ես տուն չգամ այդքան կանհանգստանաս, հերդ ամբողջ գիշեր քեֆ անի իր համար ազատ անկախ, դու էլ ստեղ նստես չքնես։ Այ, չի երեխայա։ Ես հարամ արեց։ Հեսա լույսը կբացվի։ Խոսում էինք։ Ինչ կարիք կար Նարեկին ասել դրա մասին։ Դու չես պատկերացնում, որ Նարեկի համար շատ տհաճ է այդ նորությունը ու ինքը մտածելու է դրա մասին։ Նարեկը պիտի իմանար։ Պիտի իմանար։ Իսկ դու կարող ես գոնե գայր խորհրդակցեր ինձ հետ։ Վերջի վերջո ես իրա մայրն եմ։ Թե մոռացել ես դրա մասին։ Իսկ դու պատրաստ որոշած եկել ես տուն։ Մի անհանգստացիր։ Նարեկ ամեն ինչ հետ ճիշտ է սկսել։ Ես տենց էլ գիտեի։ Ինչ գիտեի։ Ես գիտեի, զգում է, անընդհատ հարցնում է ինչ է կատարվում, ինչ է պատճառը, որ նույնիսկ կասկածում եմ, որ սիրուհի ունես։ Բայց պարզվում է, որ մտածում եմ, որ մի բան կա։